Հարգելի գործընկերներ, խնդրում եմ զբաղեցնել տեղերը։ Այժմ ձայնը տրվում է հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանին հրապարակելու համար քվեարկության արդյունքները։ Համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Իրինա Յոլյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը։ Քվեատուփում առկա էր 102 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 38, դեմ 63։ Ըստ այդմ որոշումը չի ընդունվել, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, Տիկին Մինասյան, եւ այժմ ձայնը տրվում է Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին առաջադրելու համար տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին։ Համեցեք։ Շնորհակալություն, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում եւ նաեւ այսօր իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ոչ ժողովրդավարական քայլերը եւ նախագահի թեկնածուի չընտրելը, Ուժեղ Հայաստան կուսակցությունը ներկապային չի առաջադրում նախագահի թեկնածու եւ հայտնում է, որ նախագահի թեկնածու առաջադրելու է կանոնակարգ օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված ժամկետում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, այսպիսով սույն հանձնաժողովի նախագահ չի ընտրվել, բայց բնականաբար առաջադրման իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստան խմբակցությանը եւ նրանք կարող են դա անել հետո եւ սկսած առաջին նստաշրջանից կախված նրանից երբ կառաջադրեն կքննարկենք եւ հետեւաբար մենք այս փուլում այս նստաշրջանի շրջանակներում ավարտեցինք հանձնաժողովների ձևավորումը, հարցի քննարկումն ավարտեցինք խմբակցությունների ղեկավարներին խնդրում եմ ներկայացնել իրենց անդամներին մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար քանի որ արդեն ձևավորվել են խմբակցությունները եւ ընտրվել են հանձնաժողովի նախագահները բացառությամբ մեկի, որի դեպքում տեղակալել կընտրվի, մինչև նախագահ ընտրվելը, ենթադրում եմ, կարող ենք ձևավորել նաև ազգային ժողովի խորհուրդը։ Տեղեկացնեմ, որ ազգային ժողովի խորհրդի կազմում ընդգրկվելու համար քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներկայացրել է Արուսյակ Մանավազյանին, խմբակցության ղեկավար, Հայաստան խմբակցությունն էլ Աննա Գրիգորյանին, կրկին խմբակցության ղեկավար։ Ուժեղ Հայաստանից ես չեմ ստացել, եթե հիմա պատրաստ եք ներկայացնել, խնդրեմ, եթե հետո խորհուրդը, այսինքն յուրաքանչյուր խմբակցություն շտաբ չի, եթե հիմա պատրաստ չեք, կարող եք չպատասխանել, ուղղակի խնդրում եմ հետո քարտուղարության միջոցով։ Այսինքն տեղեկացնեմ, ինչ է ազգային ժողովի խորհուրդը, նաև մեզ հետևող քաղաքացիների համար, դա մարմինն է ազգային ժողովի, որը բաղկացած ազգային ժողովի նախագահից, նախագահի տեղակալներից, մշտական հանձնաժողովի նախագահներից եւ 3 խմբակցության ներկայացուցիչներից, որոնք հիմնականում լինում են խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կամ ցանկացած այլ անձ ըստ ներկայացման։ Հարգելի գործընկերներ, կառավարությունը ներկայացրել է կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ, որը կքննարկենք այսօր ժամը 15:10-ին, այսինքն 40 րոպեից։ Քննարկումը տեղի կունենա 24 ժամյա ռեժիմով, ենթադրում եմ, որ երկրորդ ընթերցումը կարող է վաղը լինել, բայց առաջին ընթերցումը հաստատ այսօր կլինի, հետևաբար խնդրում եմ ուշադիր լինել, կոչնակը կհնչի, այսօր 15:10-ին կհանդիպենք այստեղ։